2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վիճակագրական հաշվառման ենթակա զոհերով եւ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333, մարմնական վնասվածքներ ստացել 6116 մարդ։ Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 2299-ով կամ 65%-ով, զոհերի թիվը 45-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը 421-ով։ Ծանրության գործակիցը, այսինքն զոհերի թիվը հարաբերակցությունը տուժածների թվին կազմում է 5.1, որը նախորդ տարվա 5.5 ցուցանիշի համեմատությամբ նվազել է 0.4%-ային կետով։ Եթե 2023 թվականին տեղի ունեցած պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից զոհերի թիվը եղել է 55, ապա այս տարի այդ թիվը նվազել է 4-ով եւ կազմում է 51։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը բարելավել է նաեւ ըստ տրանսպորտային միջոցների քանակի հետ համեմատականի։ Եթե 2023 թվականի հաշվառված յուրաքանչյուր 10000 տրանսպորտային միջոցի հաշվով արձանագրվել է 50 պատահար, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 45 պատահար կամ 5-ով կամ 10-ով ավելի պակաս։ Նվազել է նաեւ զոհերի թվի համեմատական ցուցանիշը յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Ըստ այդմ, եթե 2023 թվականին յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով արձանագրվել է 13 զոհ, ապա 2024 թվականի այդ ցուցանիշը կազմել է 11 զոհ կամ 2-ով պակաս։ Եթե համեմատում ենք 2024, 2000 եւ 2015 թվականներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշը եւ նույն թվականին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակական ցուցանիշը, ապա պարզ է դառնում, որ 2015 թվականին համեմատությամբ 2024 թվականին Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է մոտ 400,000-ով կամ 73.7%-ով, իսկ 2015 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի համեմատությամբ 2024 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է մոտավորապես 915-ով կամ 26.9%-ով։ Պատահարներից 1649 կամ 38.2%-ը տեղի են ունեցել Երևան քաղաքում, որոնց հետևանքով զոհվել է 91, մարմնական վնասվածքներ ստացել 1971 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած պատահարների քանակական նվազումը 281-ով կամ 14.6%-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը 374-ով, սակայն զոհերի թիվն աճել է 9-ով։ Երևան քաղաքում տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմում է 4.4, որը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է 0.7%-ային կետով։ Եթե 2024 թվականին տեղի ունեցած պատահարների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր 1000 տուժածներից զոհերի թիվը եղել է 51, ապա Երևան քաղաքում այդ թիվը պակասել է 7-ով եւ կազմել է 44։ Պատահարներից 1015-ը կամ 23.5%-ը տեղի են ունեցել միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 141, մարմնական վնասվածքներ ստացել 1804 մարդ։ Միջպետական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմում է 7.2, որը միջին հանրապետական ցուցանիշից բարձր է 2.1%-ային կետով։ Պատահարներից 303-ը կամ 7%-ը տեղի են ունեցել հանրապետական նշանակության ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 20, մարմնական վնասվածքներ ստացել 485 մարդ։ Հանրապետական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմում է 4, որը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է 1.1%-ային կետով։ Պատահարներից 563-ը կամ 13%-ը տեղի են ունեցել տեղական նշանակության ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 41, մարմնական վնասվածքներ ստացել 794 մարդ։ Տեղական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմել է 4.9, որը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է 0.2%-ային կետով։
Պատահարներից 674-ը կամ 15.6%-ը տեղի է ունեցել մարզային բնակավայրերի փողոցներում, որոնց հետևանքով զոհվել է 31, մարմնական վնասվածքներ ստացել 907 մարդ։ Մարզային բնակավայրերի փողոցներում տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմում է 3.3, որը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է 1.8%-ային կետով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի եւ դրանց հետևանքով զոհերի եւ վնասվածքներ ստացած անձանց թվի նվազումը առավելապես պայմանավորված է 2024 թվականին հանրապետության ամբողջ տարածքում բարեկային ծառայության գործունեությամբ, այդ թվում խիստ եւ թիրախային վարչարարության իրականացմամբ, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից նպատակային միջոցառումների իրականացմամբ, մասնավորապես բարեկային ծառայության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ու դրանց հետևանքների վրա ազդեցություն ունեցող իրավախախտումները, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում վարելը 2023 թվականին 15179 դեպք, 2024 թվականին 20218, 5039-ով ավելի արձանագրում։ Հանդիպակաց գոտի դուրս գալը 2023 թվականին 2247, 2024 թվականին 2039, 208-ով պակաս։ Վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը 2003 թվականին 16966, 2024 թվականին 32100, 15134-ով ավելին։ Ծխախոտային արտադրանք օգտագործելը 2023 թվականին 22576, 2024 թվականին 26925, 4349-ով ավելին։ Չամրակապված վարելը կամ չամրակապված ուղևոր տեղափոխելը 2023 թվականին 84328, 2024 թվականին 188453, 104125-ով ավելին։ Առանց մանկական պահող հարմարանքի երեխաներ փոխադրելը 2023 թվականին 2876, 2024 թվականին 5451, 2575-ով ավելին։ Երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը 2023 թվականին 27887, 2024 թվականին 82051, 54164-ով ավելին։ Ըստ պատահարների վայրում հավաքագրված նախնական տվյալների, արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները եղել են վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները 2894 ճանապարհատրանսպորտային պատահար, ընդհանուր 67%, 249 զոհ, 4371 վիրավոր, որոնց շարքում առավել մեծ թվով խախտումներ են արագության սահմանված ռեժիմի խախտումը, վազանցի կանոնների խախտումը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, երթևեկության գոտիների վերադասավորման կանոնների խախտումը, խաչմերուկների անցման կանոնների խախտումը, տրանսպորտային միջոցների միջև անվտանգ միջտարածքային կանոնները չպահպանելը, ոչ սթափ վիճակում վարելը։ Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը 1299 ճանապարհատրանսպորտային պատահար, ընդհանուր 30%, 69 զոհ, 1575 վիրավոր, որոնց շարքում առավել մեծ թվով խախտում է ճանապարհը չնախատեսված վայրով անցնելը։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառ հանդիսացող այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը, ծխախոտային արտադրանք օգտագործելը, ինչպես նաև ամրագոտի չօգտագործելը հանդիսանում են լատենտային եւ պատահարներից հետո դրանց հնարավոր չի լինում բացահայտել։ Բացի այդ, պատահարների եւ դրանց ծանր հետևանքների առաջացման նպաստել են ճանապարհների վրա լուսավորության եւ գահավորվածության արգելապատնեշների ճանապարհային նշանների բացակայությունը։ Այժմ ներկայացնեմ 2025 թվականի առաջին եռամսյակի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։ 2025 թվականի
Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վիճակագրական հաշվառման ենթակա զոհերի և վիրավորներով 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60, մարմնական վնասվածքներ ստացել 1391 մարդ։ Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակը աճել է 95-ով կամ 16%-ով, մարմնական վնասված ստացած անձանց թիվը 104-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 6-ով, իսկ այսօրվա տվյալներով զոհերի թիվը նվազել է 10-ով։ Ծանրության գործակից, այսինքն զոհերի թվի հարաբերակցությունը տուժածների թվին կազմում է 4,1, որը նախորդ տարվա 4,9 ցուցանիշի համեմատությամբ նվազել է 0,8%-ային կետով։ Եթե 2024 թվականի առաջին եռամսյակում տեղի ունեցած պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից զոհերի թիվը եղել է 49, ապա այս տարի այդ թիվը նվազել է 8-ով և կազմում է 41։ Նվազել է նաև զոհերի թվի համեմատական ցուցանիշը յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Ըստ այդմ 2025 թվականին առաջին եռամսյակում յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով զոհերի թվի համեմատական ցուցանիշը կազմել է 1,9, որը 2024 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատությամբ պակասել է 0,3%-ով։ Այսինքն, եթե 2024 թվականի առաջին եռամսյակում 1 միլիոն բնակչի հաշվով զոհերի թիվը կազմել է 22, ապա 2025 թվականի առաջին եռամսյակում այդ թիվը եղել է 19 կամ 3-ով պակաս։ 2025 թվականի առաջին եռամսյակում ևս բարեկային ծառայության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվել ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ու նրանց հետևանքների վրա ազդեցություն ունեցող այդպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են ոչ սթափ վիճակում վարելը։ 2024 թվականի առաջին եռամսյակում 4766, 2025 թվականի առաջին եռամսյակում 4608, հանդիպակաց գոտի դուրս գալը 2024 թվականի առաջին եռամսյակում 401, 2025 թվականի առաջին եռամսյակում 511, վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը 2024 թվականի առաջին եռամսյակում 6364, 2025 թվականի առաջին եռամսյակում 9398, ծխախոտային արտադրանք օգտագործելը 2024 թվականի առաջին եռամսյակում 5287, 2025 թվականի առաջին եռամսյակում 7611, չամրակապված վարելը կամ չամրակապված ուղևոր փոխադրելը 2024 թվականի առաջին եռամսյակում 37958, 2025 թվականի առաջին եռամսյակում 46348, առանց մանկական պահող հարմարանքի երեխաներ փոխադրելը 2024 թվականի առաջին եռամսյակում 1284, 2025 թվականի առաջին եռամսյակում 2361, Երթևեկության սահմանված արագություն գերազանցելը 2024 թվականի առաջին եռամսյակում 18761, 2025 թվականի առաջին եռամսյակում 22130։ Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ վստահեցնում են, որ ներքին գործերի նախարարությունը և ոստիկանությունը իրենց լիազորությունների շրջանակներում անելու են հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգությունը ապահովելու, պատահարների, դրանց հետևանքով զոհերի և վնասված ստացած անձանց թվի նվազեցումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես նախատեսվում է իրականացնել օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական ու տեխնիկական բնույթի զարգացման միջոցառումների շարունակական իրականացում, որոնք կնպաստեն դրական արդյունքների ապահովմանը։